Կարողանում եք քայլել, բարև ձեզ։ Այսպես ոտքով ուզում եմ գնալ, ցույց տալ, թե օրինակ ինչ վիճակ է Երևանի մայթերում։ Ինչու սա որոշեցի անել, քիչ առաջ, մի քիչ ավելի ներքև հանդիպեցի մի 30 տարեկան աղջկա ու դժվարությամբ, բայց կքայլեմ հիմա։ Հանդիպեցի մի 30 տարեկան աղջկա Երևան այդ կանաչ կապույտ համազգեստահակին։ Մաքրում են այս սառույցը, գիտեք ինչով, բահով։ Խփում է բահով, որ կոտրի ու մաքրի։ Սաշկատվալյան։ Ուրիշ տարբերակ չունեք փողոցներ մաքրելու, Տիգրան Ավինյան, ուրիշ տարբերակ, փողոց մաքրելու, ուրիշ տարբերակ ունեք, թե չունեք։ Ամբողջ աշխարհում միայն այս տարի Մալաթիա Սեբաստիա համայնքից 72 միլիոն դրամ քերթել տարել եք։ Եթե ես չեմ սխալվում, ինձ ասել են, որ մեր միայն մի վարչական այս շրջանից 72 միլիոն եք տարել։ Սա է ձեր պատկերը։ Ես հիմա ձեզ ձեր պատկերն եմ ցույց տալիս, որ լավ տեսնեք։ Գնացեք մի քիչ դրսում, կրթվեք, տեսեք ընդհանրապես մարդիկ ինչպես են փողոց մաքրում, տեխնիկական ինչ հնարքներով, ինչ միջոցներով։ Ես երեք Կոտայքի մարզի Զովեր թաղամասում էի, մեքենան մտցրել էին, այդ եկած ձյունը միանգամից շփեց մի կողմ, մաքրեցին, մարդկանց համար նախատեսված, մեքենաների համար նախատեսված, հիմա այս սառույցի վրայով փորձում ենք այսպես զգուշ քայլելով գնալ։ Եթե չգիտեք, ձեզ ասեմ, այդ 72 միլիոնը մի վարչական շրջանից, մյուսից 80 գուցե, մյուսից գուցե 100 միլիոն, այ կարող եք տվյալ համայնքի համար ջրցան մեքենա գնել, ձյուն մաքրող մեքենա գնել, աղբ մաքրող մեքենա գնել, թե չէ հանել եք 30-40 տարեկան կանանց, բահը տվել եք ձեռքները ու ասում եք այդ սառույցները քերեք։ Եկեք դուք քերեք, փողը դուք եք տանում, համայնքի փողը դուք եք տանում, եկեք դուք քերեք։ Այստեղ շնորհակալություն արևին, որ այսքան տեղը արևի տակ էր, նորից որտեղ արևը վերացավ, ահա մենք նորից քայլում ենք նույն այս խայտառակ փողոցներով։